Ստացվի Լիլիթի մասին հարցեր տվեցիր, խառնվեցի իրար։ Ես Լիլիթին շատ եմ սիրում։ Ես մի հատ էլ ասեմ, թե չէ ինձ տունը կթաղեն էլի սրա համար։ Համբուրվել ենք միասին, բաց տեսարան ենք ունեցել, սեքսի տեսարան ենք միասին նկարվել։ Շատ մեծամիտ տղա ես։ Չեք բեմից։ Եկեք հետ գնանք գյուղ, ես այդտեղ չեմ ուզում մնալ։ Քրոջդ մահը ծանր կորուստ էր քեզ համար։ Իր թաղման օրը ես խաղացել եմ ներկայացում։ Ողջույն, եթե դիտել եք մեր նախորդ թողարկումը Լիլիթ Թոխածյանի մասնակցությամբ, հավանաբար կռահեցիք, որ այսօր իմ տաղավարում է դերասան Ավետ Զոհրաբյանը։ Ավետ, ողջույն։ Ողջույն, Անի ջան։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավիրելու համար։ Մինչ զրույցին անցնելը իմ արտաքին տեսքի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել Կառնելիթ գեղեցկության սրահին։ Փայլում ես դու այսօր։ Շնորհակալ եմ, Ավետ ջան։ Դու տեսել ես մեր նախորդ թողարկումը։ Տեսել եմ, որ նա վերապրել եմ այդ թողարկումը ես։ Արի ինտրիգը պահենք, բնականաբար դու կանդրադառնաս դեռ Լիլիթի խոստովանությանը եւ պատասխան կտաս դրա համար, բայց ուզում եմ անձնականից չխոսեինք, բայց կուզեմ սկսենք մանկությունից, եթե դեմ չես։ Դեմ չեմ։ Դու շատ երկար սպասված երեխա ես եղել քո ընտանիքում, 3 քույրիկներից հետո 12 տարի տարբերությամբ լույս աշխարհ ես եկել ու պապիկդ երազել է, որ վերջապես քույրիկներդ եղբայր ունենան ու հիմա իր տղա ունենա։ Իր անունն է կրում հիմա Ավետ, ու եթե չեմ սխալվում, նա արդեն ծանր հիվանդ է եղել, անկողնային, երբ լուրը ստացել է, որ ծնվելու ես։ Իմացել է, որ ծնվելու եմ, բայց ցավոք ինձ չի տեսել, որովհետև իմ ծնվելուց ամիսներ առաջ է մահացել պապիկս ու այդպես էլ չի տեսել ինձ։ Բայց հա, այդ մեր ամբողջ Գերդաստանի մեջ, իսկ մենք բավականին մեծ ազգ ենք, ես ունեմ 6 հորեղբայր, մի խոսքով, բավականին շատ մեծ ազգ ենք, բոլոր թոռների մեջ թողել է, որ միայն իմ անունը դնեն իր անունը, այսինքն Ավետիք, իմ ամբողջական անունը Ավետիք է, ու այդպես Ավետիք մենակ իր անունն է թողել, որ ինձ կոչեն։ Ինչ հուշեր ունես մանկության հետ կապված, ամենավառ դրվագը որն է, որ այսպես տպավորվել է։ Ես վերջերս իրականում շատ եմ մտածում դրա մասին ու շատ եմ տենց մտովի գնում մանկություն, այնքան ուրախ, երջանիկ, սենց հավես հետաքրքիր մանկական հուշեր կան իմ մոտ, բայց ամենաշատը հիշում եմ, երբ որ մենք ունենք այդպիսի մի սենյակ տանը, որտեղ որ ես միշտ պարկում էի, երբ որ ամառ էր ու այդտեղ ինչ որ այնպիսին էր տրամադրությունը, որ ցուրտ է, այսինքն այդ սենյակը ցուրտ էր, մենք այդպես այդ սենյակին անվանում էինք ցուրտ սենյակ, ու այդ ցուրտ սենյակում ես պարկում էի ու դրսում գործ էին անում, հետո մաման գալիս էր ու այդպես ինձ քնացնում էր հենց այդ նույն սենյակում, չէ, ցուրտ սենյակում չեմ քնել, տպավորություն ստեղծվի, ուղղակի այդ սենյակը հով էր, հով, այսպես հով սենյակում էի քնում ու մամայի երգելն եմ միշտ հիշում, այդ ամենավառ ու տակ հիշողությունն է մանկությունից կարելի ասել։ Ավետ, դու բավական ակտիվ երեխա ես եղել, չարաճճի, ինձ այդպես են պատմել, ու քեզ լրացնել հնարավոր չի եղել։ Հիմա այդ էներգիան իհարկե օգտագործում ես բեմում, դա հրաշալի է, բայց ընտանիքիդ անդամները մեղմ ասած տանջվել են եւ միակ քեզ վախեցնելու մեթոդը բմբուլն է եղել, եթե չեմ սխալվում։ Այդ որտեղից գիտեք։ Հա, ես հատուկ աղբյուրներ ունեմ։ Ես սարսափել եմ բմբուլից, իհարկե հիշում եմ այն պահը, երբ որ ես տեսնում էի բմբուլ ու վախենում էի, բայց արդեն այդ այն պահն էր, երբ որ անցավ այդ վախը, բայց փոքր տարիքում հա ես բմբուլից սարսափել եմ, այդ հավանաբար տանեց քույրս երևի քույրս է պատմել այս ինֆորմացիանը, Ելենան է պատմել։ Ողջույններ Ելենային։ Այո, սիրում եմ Ելենային շատ, նաև իմ մնացած քույրերին, բոլոր 3000։ Մենք շատ ենք էլի, մեծ ընտանիք ենք։ Հա, այդ միակ տարբերակն է եղել։ Ես անգամ գիտեմ, որ այդ պատմություն, որ բարուրի ժամանակ, որ ասում եք ակտիվ երեխա, նայեք ինչ ակտիվ երեխա եմ եղել, որ բարուրել են, իսկ այն ժամանակ բարուրը հիշում եք, այսպեսի բարուրներ էին։ Չկար հիմա ազատ կյանք, որ ունեն երեխաներ, այդպես չի եղել։ Ես այդ բարուրով այսպես վեր եմ կացել, նստել եմ, այդ աչքերը փակել են, չգիտեմ ինչի են այդպես տանջել երեխեքին այն ժամանակ, հա որ աչքերը փակել են, որ քնես։ Բայց ասում եմ այդ աչքի բանը բացում էիր, նայում էիր տենում էիր, որ մարդ չկա, վեր էր կայնում, նստում էիր, որ տենց ակտիվ ու մի քանի վայրկյան է, չէ՞, տևել բարուրը։ Բարուրը հա քեզ ազատել ես։ Հա, ես ընդհանրապես իմ բնույթով սիրում եմ ազատություն։ Գերակտիվ ես։ Այդ գերակտիվությունը գուցե գալիս է նրանից, որ սիրում եմ ազատություն, դրա համար էլ մեկը մյուսին հաջորդելով ստեղծում է այդ ամբողջ կապը, էլի, ազատություն սիրող մարդու
տեսակը։ Ավետ գյուղից հետո տեղափոխվեցիք արդեն Երևան ու սկսեցիր հաճախել թատերական խմբակ։ Երբ որ հայտարարեցիր, որ որոշել ես դառնալ դերասան, ընտանիքդ, հատկապես քույրդ Ելենան, կտրականապես դեմ էր, որովհետև պատկերացնում էր, որ դու դառնալու ես դիվանագետ։ Բոլորը չգիտեմ ինչի մտածում են, որ ես պիտի ինչ-որ միջազգային հարաբերություններ, մաթեմատիկա, չգիտեմ, ինչ-որ այսպիսի գծեր։ Փոքր ժամանակ դե բոլոր երեխաների ծնողները միշտ մտածում են, չէ՞, որ երեխան պիտի դառնա բժիշկ, ամեն ինչ բացի դերասանից։ Երևի մենակ այն ընտանիքներում է բացառություն, որտեղ որ ծնողները դերասաններ են լինում, չնայած շատ դեպքերում դա էլ է լինում բացառություն, որ ծնողները եթե լինում են դերասան, ասում են, որ չէ, պետք չի այդ ճանապարհը ուղղել, այդ ուղին ընտրել։ Իմ պարագայում հա պատկերացրեք մի ընտանիք, որը առհասարակ ոչ մի կապ չունի արվեստի հետ, ոչ մի աղերս չունի արվեստի հետ, բացի այն որ սիրում են արվեստը իհարկե, մասնագիտական առումով ոչ մի կապ չունի։ Մեկ էլ իրենց տղան գալիս ասում է, որ ես ուզում եմ դառնալ դերասան։ Այստեղ մի հատ ստոպ, ինչի համար։ Ես այդպես փորձեցի բացատրեմ, իհարկե սկզբում չհասկացան, ես ամբողջացա, ոնց բոլոր ինձ թվում է նորմալ այդ տարիքի երեխաները, պատանիները, դեռահասներ ավելի ճիշտ է ասել դեռահասներ, որովհետև դա դեռահասության տարիքին բնորոշ բան է։ Ես ամբողջացա, ասացի, որ չէ, ես ուզում եմ, ասեցին, որ չէ։ Իրականում այդ ժամանակ որ նոր էինք տեղափոխվել Երևան, ֆինանսապես շատ բարդություններ կային։ Ես այդ ստուդիայում որ սովորում էի, սկզբի 3 ամիսը անվճար էր։ Հետո վարձը դառնում էր 5000, հետո 10000, հետո 15000 վերջին ամիսը։ Երբ որ 3 ամիս անվճարը անցավ, ես եկա մամային ասեցի, մամ, ես ուզում եմ շարունակեմ։ Տենց ես իմ վարձը ստացա, գնացի, հետո գնացի, իսկ քանի որ այնտեղ ես բավականին լավ էի սովորում, համեստություն չանեմ, ես բավականին ակտիվ էի էլի այնտեղ, ինձ անվճար թողեցին, որ ես սովորեմ, հետո նույնիսկ կանչեցին նորից անցնելու ինչ որ փուլեր, այսպես մի խոսքով, քանի որ սիրել էին ու նկատել էին, որ ինչ որ փոքրիկ շնորհք կա երևի այս երախու մեջ, այդպես անվճար էին ինձ ընդունել, պահել ու հետաքրքիր օրեր էին դրանք։ Իսկ երբ տեղափոխվեցիր արդեն քաղաք, տարբերությունը շատ էր գյուղից։ Հեշտ ինտեգրվեցիր, ընկերներ ձեռք բերեցիր, թե ինչ որ հոգեբանական խնդիրներ ունեցիր։ Հոգեկանն էլ, հաճիշտ ես ասում, հոգեկանն էլ, չէ, իրականում անի շատ անբացատրելի դժվար եմ ես ադապտացվել քաղաքին, առաջին 1 տարին, իմ ջելուս դա տևել է 1 տարի, կարելի ասել է դեպրեսիայի շրջանը, շատ դաժան էր։ Իսկ քանի տարեկան էիր այդ ժամանակ։ 11 տարեկան էի։ Տանեցիները տեղափոխվեցին, հետո նոր ես տեղափոխվեցի Երևան ու ես չեմ կարող բացատրեմ ինչ դժոխային ճանապարհի միջով եմ անցել, հիմա ինչ որ չստացվի ամեն ինչ ես ուրախ բաներն եմ ասում, բայց իրականում տխուր բաներ են օրինակ բարդ, քեզ այլ կերպ էին ընկալում։ Նախ ես եկա ու սովորեցի մի դասարանում, որտեղ արդեն բոլորը երկար ժամանակ սովորում էին, դասընկերներս սկզբի ժամանակահատվածում սև, հատկապես ես էլ սպիտակ վերնաշապիկներ էի հագնում, այդ սպիտակ վերնաշապիկը ավելի էր ընդգծում իմ սև արևի տակ վառված դեմքը ու իրանք շատ տենց մի տեսակ սենս էին ինձ ընդունում, բայց դա տևեց ընդամենը 1 տարի, որովհետև 1 տարի հետո ես ցույց տվեցի իմ իրական դեմքը ու մի անգամից փոխվեց իրական դեմք ասելով նկատի ունեմ այն ինչը որ ես կամ իրականում, այսինքն բաց, ազատ, մարդկանց հետ շփվող, անկեղծ ու այդ ամեն ինչը ցույց տալուց հետո նոր իրանց մոտ այդ պատնեշը կոտրվեց, բայց սկզբի 1 տարին սարսափելի դժվար է եղել, բարձը գլխին դնել լացելուց սկսած, մինչև ամենադժվար փուլերը, որ կարելի է ներկայացնել, այդ շրջանում իմ հետ տեղի են ունեցել։ Իսկ մենակ էիր անցնում այդ փուլը, թե կիսվում էիր ընտանիքի անդամների հետ։ Ընտանիքի անդամների հետ չէի կիսվում։ Միակ բանը այն էր, որ ասում էի, եկեք հետ գնանք գյուղ, ես այդտեղ չեմ ուզում մնամ, ես այստեղ իմը չի, որովհետև օրինակ այդ կոմպլեքսները գալիս էին նրանից, որ չգիտեմ, բարբառը միանգամից փոխելը խոսել քաղաքային բարբառով, մեր առօրյա խոսակցական բարբառով, խոսակցական լեզվով, որը որ դժվար տրվեց, որովհետև դու 12 տարի խոսել ես բարբառով, իսկ ես ծնվել եմ Գեղարքունիքի մարզում, մենք խոսում ենք շատ այլ բարբառով։ Միանգամից դա փոխելը բավականին դժվար էր։ Ու հիշում եմ մի հատ դեպք քիմիայի դասի ժամանակ դասատունն ինչ որ բան ասեց, ես այդպես տեղից հանկարծակի ասեցի իմալ, սենց ասեցի իմալ, դե իմալ ոնց, այսինքն ուզում եմ ասել չհասկացա,
Ու տենց հենց այդ պայից ես մի հատ մեծ բան կոտրվեց իմ համար, որ բոլորս էս պտտվեցին, նայեցին ինձ, ես էս նայեցի ու սենց սսկված նստեցի տեղս ու այդ պահից սկսած կոմպլեքսները գնացին, բայց իհարկե շատ ուրախ եմ ու շատ շնորհակալ եմ, որովհետև ծնողներիս, քույրերիս աջակցությամբ ու իրանց բաց ազատ լինելու իմ հետ շփման մեջ ազատ լինելու արդյունքում ես կարողացա հաղթահարեմ այդ դժվար ծանր փուլը։ Ասենք որ նորատուս գյուղից էիր տեղափոխվել, իսկ հիմա հաճախ ես լինում գյուղում։ Հիմա իրականում աշխատանքի բերումով, քանի որ ես շատ զբաղված շրջան է, հաճախ չեմ լինում, ինչի առիթով ես շատ տխրում եմ, որովհետև շատ եմ սիրում եւ մեր գյուղը եւ մեր տունը, իմ հարազատների, մեր բոլոր բարեկամները մեծամասամբ այնտեղ են, բայց օրինակ ժամանակին, երբ որ ավելի քիչ էր զբաղվածությունը դպրոցական տարիներին, ինստիտուտի սկզբի շրջանում, չնայած ինստիտուտից սկսած արդեն խառն էր ամեն ինչ, նորաթուխ դերասանի կարիերան բավականին խառն էր, ես հաճախ էի գնում ու որ գնում էի, ինձ դժվար էին հետ բերում, այսինքն ես մի շաբաթով գնում էի գյուղ, ինձ ասում էին, բայց չես գալիս, ասում էի, մի քիչ էլ մնամ ու գամ, հետ էի գալիս այն ժամանակ, երբ որ էլ տարբերակ չկար, այսինքն սեպտեմբերի 1-ն էր։ Իսկ գյուղի կյանքից ամենաշատը, որ հիշում ու կարոտում ես, որ դրվագնա։ Այդ իմ մանկության հուշերը կապված են իմ ընկերների, քրոջս, քույրերիս, ես մի հատ էլ ասեմ, թե չէ ինձ տունը կթաղեն, էլի սրա համար։ Իմ մանկական հուշերը կապված են գյուղի իմ ընկերների, քույրերիս հետ։ Մենք ոնց ասեմ, գյուղի երեխու կյանք ենք ապրել, այսինքն այն բոլոր գիշերը ժամը 9-ին կեղտոտ ձեռքերով տուն գալ, որովհետև գնդակից այնքան էր կեղտոտվում մեր ձեռքերը, որ խաղում ենք, իսկ մենք շատ էինք խաղում։ Մենք մերը մեծ փողոց էր, լիքը երեխեք կային, մենք գալիս էինք տենց խաղում էինք այնքան, մինչև տուն էինք կանչում, դեռ ոնց որ հագեցած չէինք լինում, որ գայինք տուն, գալիս ենք տենց ջրհոր ունեինք, այդ ջրհորի մոտ լվացվում էինք, այնքան որ այդ կեղտը չէր մաքրվում, էլի գնդակից մնացած։ Հետո գնում էինք սինց քաղելու, չգիտեմ այդ ոնց են ասում քաղաքում, բայց մենք գլուլ էինք ասում դրան, գլուլ քաղելու, մի խոսքով չգիտեմ, շատ վառ ու շատ ուրախ մանկական հուշեր։ Հետո ուրախանում եմ, երբ որ մորաքրոջս երեխաներն էին գալիս գյուղ, այդ մի հատ առանձին հեքիաթային օրեր էին, որովհետև իրան գալիս էին ամեն ինչ ավելի էր թույլատրվում մեզ այն ժամանակ, եթե ինչ-որ բաներ սահմանափակ էր, երբ որ իրան գալիս էին ավելի շատ էին ազատություն ստանում, բայց այդ օրերը իրականում sense որ մտովի գնում եմ, կարոտում եմ ու լիքը բան կտայի, որ գոնե մի տենց վերադառնայի այդ օրեր ու նորից վերապրեի, որովհետև հեքիաթային օրեր էին։ Արի վերադառնանք թատերական խմբակ, որ ընդունվեցիր եւ առաջին անգամ երբ հրավիրեցիր, Ելենան կտրականապես դեմ էր ներկա լինել, մայրիկդ համոզեց, որ գուցե կնեղանա ավետը, գնանք, նա եկավ քեզ առաջին անգամ տեսավ բեմում ու փոխվեց, այո, մտածել։ Տեսեք, Ելենան իմ քույրերից կարելի ասել միշտ ինքը միջնեկն է, բայց շատ խիստ, միշտ ամենա չէ, այս ինչ բանը, չէ, այն ինչ բանը, այսպես, միշտ ինքը ավելի շատ է խորհուրդներով, բայց ավելի խրատական խորհուրդներով իմ կողքին եղել ու աջակցել, բայց թատերական խմբակի պարագայում ինքը կտրականապես դեմ էր, որովհետև դե կային պատկերացումներ, կային որոշակի կոնսերվատիվ մտածելակերպ, որի արդյունքում ինքը չէր ուզում։ Բայց երբ որ ես հրավիրեցի, իսկ այնտեղ ես հիշում եմ այդ օրերը Տաթևը Սահակյան, իմ Աշոտը Հակոբյան, Տաթևը Սահակյան իմ դասախոսներն էին այնտեղ, այդ մեծ ամբողջ այդ էտյուդային հատվածներից մեծ մասը դրված էր իմ վրա, ու երբ որ եկան տեսան, տենց ես ակտիվ դեր եմ զբաղեցնում այնտեղ, ու հետո խաղում ենք տարբեր էտյուդներ, հումորային, ոչ հումորային, հետաքրքիր, դրամատիկ ինչ-որ տեսարաններ, տեսավ ու երևի այդ բանին հասկացավ, որ չէ, ամեն դեպքում իմն է։ Մամայի պարագայում, նայեք ինչն է մամայի պարագայում։ Ես միշտ ասում եմ, ոնց որ ինչ մաման չի կարողացել անի, ինչը որ իրան թույլ չեն տվել, ինքը միշտ իմ վրա է փորձարկել, ինձ դաշնամուրի ուղարկել, նկարչության ուղարկել, իսկ թատերական խմբակը այսինքն դերասան դառնալը իր ամենամեծ երազանքներից ու ամենամեծ ցանկություններից մեկն եղել, որովհետև ուզեցել է ժամանակին մամաս դառնա դերասանուհի, բայց չեն թողել իրեն։ Ու իմ կարծիքով դրա համար էր, որ մաման ամենակողմն էր։
Պապան էլ էր դեմ, բայց պապայի մոտ այդ փուլը շատ ավելի ուշ անցավ, որովհետև ինքը կամաց եկավ դրան, այսինքն թատերական ինստիտուտ, մազերը երկարացնել, չգիտեմ, ինչ որ sense բաներ, պապան դե տղեն ախր մազերը ինչի պիտի երկարացնի, այդ ինչ է եւ այլն, sense բաներ, որ մազերս կտրում էի կարճ, ինքը ուրախանում էր։ Իր առաջին հաջողություններն էր, որ ես մազերս կարճ էի կտրում, իսկ ես այն ժամանակ ինստիտուտում սովորելու տարիներին լավ երկար մազեր ունեի։ Էդ էր իր հաջողություններից մեկը։ Իսկ վերջերս շատ ուրախացա, երբ ասեց կարող է ներկայացման տոմս 10 գամ ներկայացում նայեմ, ես այդ բանին ասեցի ես իմ առաքելությունը ես կատարել եմ, որ պապաս հա ուզում է գա ու ներկայացում նայի։ Դիտեց գալիս է, պարտադիր գալիս է, ու շատ բորն է արձագանքում։ Մաման ասում է հաճախ մեկ-մեկ զսպում եմ, ասում լավ, այդքան պետք չի, այդքան շատ պետք չի մտնել ներկայացման։ Հիմա բոլորը գոհու երջանիկ են, ավետ, երբ ընդունվեցիր արդեն կամերային թատրոն, թեպետ հիմա քեզ բոլորը շատ սիրում են, բայց այդ ժամանակ ասում էին, որ շատ մեծամիտ տղա ես։ Չգիտեմ ինչու էին բոլորը այդպես մտածում։ Իրոք այդպիսին էիր դու, թե քեզ սխալ էին ընկալում։ Սխալ էին հասկանում։ Նայեք, Անի ջան, եթե ես օրինակ հիմա գնամ ու ընդունվեմ մեկ ուրիշ թատրոն, ելի նույն կարծիքն է լինելու։ Չգիտեմ, դա իմ կարծիքով իմ հանդեպ առաջին ռեակցիան է, որ մտածում են մեծամիտ եմ։ Երևի դա ինչ որ արտակնից կամ ինչ որ խոսելու ձևից կամ ինչ որ sense բաներից է, բայց մեծամտություն ինձ դեռ փոքր տարիքից ու փոքր ժամանակվանից սովորեցրել են, որ մեծամտանալը ամենամեծ չարիքն է ու ամենամեծ վտանգն է հետագան ավելի լավ դարձնելու համար, դրա համար ես միշտ խուսափել եմ դրանից։ Գուցե տպավորությունը եղել է, իսկ տպավորությունը միշտ լինում է, որովհետև կարող է ինչ-որ բաներ նկատել են, բայց դա չի եղել միտումնավոր մեծամտությունը, այ դա հանցանք է, ոչ միտումնավոր մեծամտությունը երևի ինչ-որ պաշտպանական ռեակցիա է, որ դու նոր միջավայր ես գնում, երևի դրանով փորձում ես քեզ մի քիչ sense ապահով զոնա գցես, որ մի անգամից քեզ չուտեն, հա։ Իսկ ներողություն, իսկ թատրոնի պարագայում դու գալիս ես մի միջավայր, որտեղ արդեն բոլորը հաստատված, կայացած, հայտնի արտիստներ են ու իրանց մեջ դու պիտի փորձես կամաց քայլես, ինչով։ Իսկ ինչպես ընդունեցին այդ հայացքները քեզ վրա կար, որ իրենք կայացած արտիստներ են, դու սկսնակ։ Այդ հայացքները ու այդ ամեն ինչը կար մենակ մի բանի տեսքով, որ խորհուրդներ էին տալիս, փորձում էին աջակցեին, հատկապես այն դերը, որով որ ես մտել եմ կամերային թատրոն, այդ եղել է Շեքսպիրի Համլետը, որը բեմադրում էր մեր շատ սիրելի Արա Երնջակյանը, պատկերացրեք մի նոր մարդ գալիս է թատրոն։ Միանգամից Համլետ են վստահում, դա իրոք չլսված մի երևույթ է։ Գլխավոր դեր, այսինքն գլխավոր մեծ պատասխանատվություն կա այդ։ Երկար տարիներ անցնում են, փորձ են կուտակում, տարբեր դերեր են խաղում, վերջում նոր վստահում են Համլետ կամ գուցե չեն վստահում։ Եվ դու ընդունվել ես կամերային թատրոն ու հենց սկզբում քեզ վստահում են Համլետ։ Ահա, դա մեծ պատասխանատվություն է, Դավիթ Աբրամյանն մեր շատ լավ ընկերն է, մեր գոլեգան կամերային թատրոնից, ասում է, ընդհանրապես դերասանները սկսում են ինչ որ փոքր դերերից, հա, ու Համլետը լինում է կարիերայի ավարտը, ասում է դու ավարտից ես սկսել, չգիտեմ հետո ինչ ես անելու։ Ինչպես անդրադարձավ քեզ վրա, որովհետև դա եւս ինչ որտեղ մեծամտանալու միգուցե առիթ է, որովհետև քո պրեմիերային նաեւ ներկայ է Հրանտ Թոխածյանը, դա քո առաջին բեմերն է։ Ինձ համար դա երանելի ու նոր կարիերան սկսող արտիստի համար երազելի ճանապարհ է, բայց դա տեղ չի տալիս մեծամտանալու։ Եթե մեծամտանայի, վստահ եմ իմ թատրոնում վաղուց չի լինի, որովհետև մեծամիտ մարդկանց ժամանակը, հանգամանքները, ճակատագիրը կամաց բերում ու ճիշտ տեղն է դնում։ Եթե ես մեծամտանայի, եթե ես լինեի մեծամիտ, իսկապես մեծամիտ, գիտակցված մեծամիտ, իսկ ինչպես նշեցի, դա հանցանք է, եթե լինեի գիտակցված մեծամիտ, ինձ վաղուց կամերային թատրոնից ասային շնորհակալություն եւ ցտեսություն, որովհետեւ Երնջակյանը մի խոսք ունի, ասում է՝ եղեք աստղեր, բայց ոչ թատրոնի ներսում։ Թատրոնի ներսում դուք հասարակ սովորական մարդիկ եք, ովքեր խաղում են ներկայացումներ։ Թատրոնից դուրս եղեք աստղեր, ինչքան ուզում եք վառ շողացեք ու ինչքան ուզում եք վառ փայլեք, բայց թատրոնի ներսում աստղ խաղալ կամ աստղ լինել պետք չէ։ Հատկապես որ մեր երկրում այդ
աստղ ինչ որ այդ հասկացությունները շատ քիչ են, որովհետև եթե օրինակ Միացյալ Նահանգներում կամ չգիտեմ այլ երկրներում դու չես տեսնի օրինակ ինչ որ հայտնի դերասանի սուպերմարկետում առևտուր անելիս քո հետ միասին, կամ գուցե տեսնես, բայց ինքը այնքան ծպտված կլինի, որ չես նկատի նրան, այստեղ մենք բոլորս սուպերմարկետներում հերթ ենք կանգնում, առևտուր ենք անում ու ապրում ենք սովորական փոքրիկ մեր երևանյան կյանքով։ Ուղղակի երեկոյան մենք խաղում ենք ներկայացում, ինչ որ մեկը երեկոյան գալիս է այդ ներկայացումը նայում է, որովհետև ժամը 4-ին եթե ինքը աշխատում է բանկում, ես գնում եմ բանկում վարկ վերցնելու։ Արի չարաշահենք համբերությունը մարդկանց ու հիմա այն պահնա, որ դու պիտի խոսես Լիլիթ Թոխատյանի սիրո մասին։ Դու տեղյակ էիր, որ ինքը սիրահարված է այդ ընթացքում, որովհետև ինքը նաև նշեց, որ թատրոնում բոլորը գիտեին դրա մասին ու նաև ուղիղ հարց է քեզ տվել, ասելա ինչ էիր զգում այդ պահին ավետ։ Պարզ ասեմ, տեսեք, ես Լիլիթի հանդեպ շատ ջերմ ու շատ ընկերական սեր եմ զգացել, բայց եթե ասեմ ես փոխադարձ սիրահարված եմ եղել նրան, դա սուտ կլինի, բայց զգացել եմ, որ երևի մտածել եմ դա պատանեկան սեր է Լիլիթի կողմից իմ հանդեպ, բայց ես իրան որպես մարդ, որպես այդ տարիքից սկսած հասուն մտածելակերպ ունեցող ու հասուն գիտակցություն ունեցող մարդ այնքան եմ սիրել ու հարգել, որ դա փոխադարձ է եղել ինչ որ չէ ինչ որ սխալ բաներ եմ ասում, չէ, սպասեք։ Ես իրան այդ տարիքից սկսած, չեմ իրոք այդ տարի վերքան։ Հիմա կստացվի Լիլիթի մասին հարցեր տվեցիր, խառնվեցի իրար։ Ես դնելու եմ ավետ։ Չէ, ես իրան Դու էլ փոխադարձ խոստովանի։ Բա ախր բայց հարսանիք անենք։ Հարսանիք ես Հարսանիք էլի։ Ես նո ֆիլտր դնելու ենք, գիտես։ Դիր, օքեյ։ Ես Լիլիթին շատ եմ սիրում։ Շատ։ Իրա մարդ տեսակը այնքան լավն է ու այնքան գիտակից է, այնքան խելացի է, որ չեմ կարող բացատրեմ ինքը ինչքան ավելի շատ բաներ է հասկանում այն տարիքում, որը լիքը մարդիկ ավելի մեծ տարիքում գուցե այդպես էլ չհասկանան, մինչև կյանքի վերջ գուցե չհասկանան։ Մտածել եմ, որ գուցե սիրահարված է, բայց դա երևի այսպես արագ անցել գնացել է, բայց հիմա լավ ընկերներ եք։ Քո հանդեպ որպես ընկեր անսահման շատ է, Լիլի, ես շատ եմ սիրում քեզ։ Ու գնահատում եմ քեզ իմ կյանքում։ Մեր տաղավարում պիտի պատմես մեկ անֆիլտր պատմություն, որը առաջին անգամ է հնչում մեր եթերում, մեր տաղավարում։ Պիտի լինի անպայման սկանդալային։ Պարտադիր չի։ Շատ դժվար է իրականում։ Ես անֆիլտր պատմություն չէ, բայց այդ տարիներից մի հատ իմ մեջ աբիդա էր մնացել, որը ես վերջերս շատ պատահական հաղթահարեցի։ Ուրեմն դպրոցում ինչ-որ մրցույթի էի մասնակցում, ասմունքի մրցույթ էր։ Առաջին փուլը գնացինք, հաղթահարեցինք, ես այսպես արագ եմ պատմում, որ շատ չձանձրացնեմ հանկարծ։ Գնացինք այդ մրցույթի ժամանակ, ես ասմունքեցի, բոլորը շատ բրավո, ծափահարություններ եւ այլն, ու ես այդտեղից հետ վերադարձա դպրոցից ասացին, որ նորից պիտի գնանք մրցույթին, երկրորդ փուլ կամ էլ եթե չեմ սխալվում, վերջին փուլը, իսկ պիտի լիներ եզրափակիչը։ Իսկ մրցանակը լինելու էր iPad։ Իսկ այն ժամանակ ես ահավոր շատ էի ուզում ունենալ iPad ու այդպես տաքացած այդ մրցույթին ուզում էի մասնակցել։ Մեզ ասացին, որ պիտի պատրաստենք ազատ բանաստեղծություններ, այսինքն ինչ ուզում ենք։ Ես վերցրեցի պարույր սևակ, գնացինք հասանք տեղ ու պարզվեց, որ իրականում պիտի չպատրաստեինք ազատ, այլ պիտի պատրաստեինք, եթե չեմ սխալվում, Մարո Մարգարյան։ Կոնկրետ, այսինքն կար բան։ Ինֆորմացիան երևի սխալ էր գնացել, թե ինչ էր եղել, չգիտեմ, այդ մանրամասների մեջ էլ չխորացա, բայց երբ որ բարձրացա բեմ, որ ասացի, ես պատրաստել եմ պարույր սևակ, դե փոքր է այդ տարիքում, այդտեղ մի կին կար, ասեց իջեք բեմից։ Շատ դաժան ձայնով ասեց իջեք բեմից, ասի, բայց ես ասեց իջեք բեմից երիտասարդ, մամա ջան ասում եմ, ինչի համար էլի, ախր մի խոսքով, իսկ նախորդ փուլերից եկած մարդիկ արդեն տենց դասատուներ կային, որ ուսուցիչներ կային, որոնք որ շատ էին հավանել եւ այլն, մրցույթն ավարտվեց։
Մարդիկ բարձրացան, արտասանեցին, Մարո Մարգարյան, մրցութային փուլը ավարտվեց։ Ես, քանի որ ներվը իմ մեջ շատ էր, չէի կարողանում տուն գնալ, այսինքն չէի ուզում, որ այդ ամեն ինչը ավարտվեր։ Ես ինչ որ ձևով ուզում էի ոչ թե ելույթ ունենալ, այլ հասկանայի ինչի համար այս ամեն ինչը տեղի ունեցավ։ Ու մրցույթ ժյուրիների կազմում էին Գուժը Մանուկյան, լուսահոգի, նաև Սարգիսը Նաջարյան, էլի շատ մարդիկ, վերջում բոլորը ասացին, որ թողեք տղան արտասանի, թողեք լսենք, տեսնենք գոնե ինչ էր պատրաստել։ Ես դուրս եկա արտամրցութային կարդացի այդ բանաստեղծությունը, բոլորը շատ հավանեցին, շատ ուրախացան, ոգևորվեցին դրանից, Գուժը Մանուկյան ասեց, դու ուզում ես դերասան դառնաս, ասեցի հա, ասեց բա քեզ պետք է այս ամեն ինչ ու ես մտքիս մեջ ասում եմ ախր ես այդ iPad-ն եմ ուզում ինձ այդ iPad-ն է պետք ես շատ եմ ուզում այդ iPad-ը ունենամ Սարգիս Նաջարյան ասեց քո ճանապարհը ասմունքը չի քո ճանապարհը լրիվ ուրիշ տեղ է գնա դերասան դարձի տենց ես այդ պատմությունը իմ համար ավարտվեց ու նայեք քանի տարի է անցել մոտավորապես 8 տարի 9 տարի անցնում է ու ես մեր թատրոնում հանդիսատեսի շարքում հանդիպում եմ այդ կնոջը, ով ինձ բեմից իջացնում է։ Ես ներկայացումից հետո մոտենում եմ իրան, ասում եմ բարև ձեզ, արդեն բարիացել էր։ Չէ, իհարկե չի հիշում, որովհետև ես շատ եմ փոխվել դպրոցական տարիներից, իրոք շատ եմ փոխվել։ Ու դու ոնց ես ֆիքսել դեմքը, չէ՞։ Ես հիշում եմ, ես իր ակնոցը ու աչքերը ու մազերի ձևը կյանքում չեմ մոռանա։ Ասացի բարև ձեզ, ասացի չէ հիշեցիք ինձ, ասեց չէ, ասի հիշում եք որ ժամանակին ինձ չեմ հիշում որ դպրոցում հիմա կմոռանամ, ասացի բեմից իջացրեցիք, ասեց կդժվարանամ հիշել տղաս, բայց ինչն էր խնդիրը, ասացի անկախ նրանից ինչն էր խնդիրը, ես հիմա բեմում եի ու դուք մի քիչ առաջ ինձ բեմում ծափահարում էիք Այդպես երևի վատ զգաց այդ կինը, բայց ես գոնե իմ մեջից այդ ամեն ինչը հանեցի, հաղթահարեցի սթրեսը, վերջապես։ Շատ մանկական մեծ տրավմա էր մնացել։ Ավետ իդեպ նաև քո մասին կային խոսակցություններ, որ ծանոթով ես ընդունվել, գումար ես բաժանել եւ այլն։ Դրա մասին եթե դեմ չես։ Նայեք, ես ինստիտուտ ընդունվել եմ ամենաբարձր բալերով։ Ես գնացել էի այն մտքով, որ ես պիտի գոնե վճարովի անցնեմ, որտեղ ինձ ասել են, եթե 8 ստանաս, կամ 8 ստանաս, որտեղ 7 էլ անցողիկ չէ, 8-9 ստանաս, դա նորմալ է։ Եթե դրանից ցածր էլ չես անցնում, ես ասում էի, գոնե ես տնեցիկին համոզում էի, ասում էի, գոնե որ 8 ստանամ, դուք իմ վարձը կեսամյակ տվեք, ես հետո կգնամ բանակ, հետ կգամ կաշխատեմ։ Հետո ես ընդունվեցի ինստիտուտ, իսկ ընդունվեցի բավականին բարձր բալերով, այսինքն առաջին քննությունը ստացա 16, հետո 17, հետո 18, ու մեր կուրսխեկը այդ ժամանակ կուրսեր հավաքում Վիգենը Չալդրանյան, շատ բարձր էր գնահատել ինձ։ Հետո ինստիտուտում տարածվեցին խոսակցություններ, որ իբր ասում են, որ ես այտենց փող եմ տվել, կաշառք եմ տվել, որ ծանոթով ընդունվեմ։ Ընդհանրապես շատ են խոսում, որ երբ որ ինչ-որ բանի հասնում ես, ինչ-որ մեկը միջնորդել է, չգիտեմ, ծանոթներ ունեն իրանք, ծանոթներ։ Ես հիմա ուզում եմ անկեղծ խոստով, ես ոչ մի ծանոթ երբեք չեմ ունեցել։ Իմ ծանոթները մաքսիմում եղել են ընկերներ, ովքեր որ եղել են աջակից կամ օգնող ինչ-որ հարցում, բայց ծանոթ ու տենց ինչ-որ բաներ երբեք չի եղել։ Ու կարծում եմ, որ այդ խոսակցությունները անիմաստ էին։ 1 տարի առաջ ստացար տարվա լավագույն դերասան Կամերային թատրոնում։ Դա ինչ էր քեզ համար։ Մեծ բան, որովհետև տարբեր մրցույթներ կան Երևանյան, բայց թատրոնի կողմից գնահատված լինել, այսինքն քո հարազատ թատրոնի կողմից գնահատված լինելը ամենամեծ արժեքն է։ Թե մնացած ինչ մրցույթներ կլինեն, չգիտեմ, վստահ եմ գիտեք, թատերական ոլորտի շատ մրցույթներ կան, բայց այսինքն մրցանակաբաշխություններ կան, բայց քո հարազատ թատրոնի մրցանակը դա նախ եւ առաջ հանդիսատեսի սերն է, հետո երբ թատրոնը գնահատում է քեզ ու տալիս լավագույն դերասան մրցանակ։ Ինչպես Դավիթը նշեց, բոլորը ստանում են վերջում, դու ստանում ես սկզբում։
Կուզեմ նաև խոսենք դու բավական ակտիվ ես թատրոնից դուրս էլ նաև Արմենիա հեռուստաընկերությամբ վարում ես Բարի լույս, նաև ռադիո նախագիծ ունես նաև հանրային հեռուստաընկերությունում եմ աշխատում, առաջին ալիքում եմ աշխատում արդեն մոտավորապես 9 տարի։ Լինելով մասնագիտությամբ դերասան, ինչպես ես վերաբերվում, երբ ոչ մասնագետն է ոլորտում աշխատում, որովհետև մեր օրերում բավական տարածված երևույթ է եւ ինչպես կարձագանք ես, օրինակ, եթե կամերային թատրոնի բեմում քեզ հետ խաղա ոչ թե դերասանուհի, այլ լրագրող մասնագիտությամբ։ Անի, մի բան ասեմ այսպեսի, եթե մարդը շնորհքով է, ուզում է ինքը, չգիտեմ, այսինքն հաց թուխել լինի, ինքը կարա խաղա։ Ես դեմ եմ ապաշնոր մարդկանց։ Ես դեմ եմ այն մարդկանց, ովքեր որ չունեն կրթություն, ուզում են լինեն, բայց չեն կրթվում, բայց միևնույն ժամանակ նաև չունեն տաղանդ։ Այդ մարդկանց դեմ եմ, որովհետև եթե տենց նայենք, լիքը համաշխարհային մարդիկ, այսինքն համաշխարհային ճանաչում ունեցող ոլորտի մարդիկ չեն ունեցել կրթություն, բայց իրենց բախտը ինչ որ մի տեղից բերել հասցրել այն ճիշտ կետին, որտեղից որ իրանք օրինակ պիտի դառնային ռեժիսոր կամ դերասան, այդ պայից սկսած իրանք սկսել են կրթվել։ Կրթվելը այդ ամենաճիշտ ներդրումն է քո հաջողության հասնելու ու հետո ի վերջո այդ կրթությամբ, ստացած կրթությամբ գումար վաստակելու։ Դե չէ, եթե օրինակ եթե լրագրող խաղա, օրինակ եթե դու փայլուն դերասանուհի ես ուղղակի դա թաքնված տաղանդակում է, երբեք չես բացահայտել, եթե դու զգում ես, արի, փորձիր, գուցե ստացվի ու դու բեմ բարձրանաս ու ավելի լավը լինես, քան օրինակ շատ ու շատ դերասաններ, դերասանուհիներ։ Ինչի՞ չէ։ Ես կողմ եմ դրան, ես կողմ եմ միայն ապաշնոր մարդկանց, անտաղանդ մարդկանց դեմ եմ։ Թող չլինեն իրանք։ Ավելի լավ է դու լինես փայլուն, չգիտեմ։ Փայլուն ներկայանաս, բայց չլինես մասնագետ։ Չէ, օրինակ եմ ասում, ավելի լավ է դու լինես փայլուն կոշկակար, քան վատ բժիշկ։ Որովհետև ում է պետք վատ բժիշկը, բայց կոշկակարին օրինակ կասեն, տես ինչ լավ սարքեց կոշիկները, բայց ինչի համար դու գնաս մարդկանց կյանքերի հետ խաղաս։ Ինչի համար դու խաղաս բեմում, եթե դու չունես դրա տաղանդը։ Այսօր մեր օրերում ահավոր շատ է տարածված, ինչը ինձ ահավոր նյարդայնացնում է։ Այդպես։ Դու նաև նկարահանվեցիր Գերիները հեռուստա սերիալում, եթե չեմ սխալվում, Էրմինա Զախարովայի հետ քո սիրելի գործընկերուհի, ում հետ նաև հիմա թատրոնում ես խաղում, այնտեղ կային բավական բաց տեսարաններ, ինչին հաջորդեցին բնականաբար նաև վատ մեկնաբանություններ։ Ինչպես անդրադարձավ քեզ վրա, եւ արդյոք քննարկումներ ունեցաք թե ոչ, առհասարակ հետևում ես վատ էներգիաներին, մեկնաբանություններին, թե ավելի շատ անտարբեր ես։ Նայեք, ես օրինակ չգիտեմ, վատ կոմենտների մասին միշտ sense եմ մտածում, որ եթե օրինակ այդ մարդը քո աչքի դեմը կանգնի դա ասի, դու կփորձես իր հետ քննարկել, չէ՞, այսինքն դու կփորձես հարցնել, օրինակ ինչը քեզ դուր չեկավ։ Գեղամ 7 կամ Կարեն 6 ինչն էր պատճառը, որ դու ասացիր Էս ինչ եք անում, այ լկտիներ, լպիրշներ ու չգիտեմ սենց ինչ-որ բաներ։ Բայց երբ որ ինքը կոմենտային հարթակում է, դու ախր չես կարող այդ մարդուն պատասխանել։ Կոմենտով կռիվ անել կամ ինչ-որ տենց բան, այդ ընդհանրապես իմ համար ու իմ մասին չի, ես դեմ եմ դրան շատ։ Իսկ քննարկումներ չեղան, որովհետև դա մեր աշխատանքն է։ Մենք նկարվել ենք, տեսարանն է եղել այդպեսին, համբուրվել ենք միասին, բաց տեսարան ենք ունեցել, սեքսի տեսարան ենք միասին նկարվել։ Դա եղել է աշխատանք ու շատ նորմալ է դա։ Ով որ կարծում է, որ աննորմալ է, թող խնդիրը փնտրի իր մեջ։ Դու նշեցիր, որ շատ քույրիկներ ունես։ Ես գիտեմ, որ 2 տարի առաջ հորեղբորդ աղջկա քրոջդ մահը ծանր կորուստ էր քեզ համար, որովհետև բավական մտերիմ եք եղել, նույնիսկ գիտեմ, որ նա ձեր տանն է ապրել ու երկար ժամանակ է պահանջվել, որ կարողանաս վերադառնալ։ Այդ ընթացքում բեմում էիր, թե դադար վերցրեցիր։ Չէ, ես հենց այդ օրը, երբ ասացին, որ դա այնքան արագ տեղի ունեցավ իրականում, այդպես ամենասարսափելի դեպքերից մեկն էր, որ կարար տեղի ունենար, այնքան արագ տեղի ունեցավ իրականում այդ ամեն ինչը։ Ես ներկայացում էի խաղացել, զանգեց Ելենան, ասաց, որ մի խոսքով, իսկ քանի որ թատրոնի խաղացանկը դրած է, հիմա նայեք այս մասնագիտության աբսուրդը ինչու է կայանում։ Ալվինայի մահանալու օրը ես խաղացել եմ ներկայացում։ Իր թաղման օրը ես խաղացել եմ ներկայացում, ես առավոտյան գնացել եմ թաղման, սարսափելի
հոգեվիճակ, սարսափելի իրականության միջով եմ անցել, իսկ երեկոյան խաղացել եմ ներկայացում, որը բացարձակ կոմեդիա էր։ Թե ես ոնց եմ ներկայացումը անկեղծ եմ ասում, չեմ հիշում ոնց եմ խաղացել, ոնց է տեղի ունեցել այդ ամեն ինչը, չեմ էլ ուզում հիշել իրականում այդ օրերը ու պատկերացնել թե ինչ կատարվեց։ Բայց դու այդ բանին հասկանում ես, որ դու ոչ ոք չես կարող անես։ Բնականաբար թատրոնից եղավ առաջարկ ներկայացումը հանելու, փոխարինելու, բայց մեկը դա ոչինչ չէր փոխելու, այսինքն այն ինչ որ տեղի էր ունեցել, հետ բերել հնարավոր չէր։ Այդ փուլը բավականին տենց ծանր, մինչև հիմա էլ սարսափելի դժվար փուլ է, որը որ ոչ գիտեմ, տենց հաղթահարելը շատ դժվար է։ Իմ բարեկամները, հարազատները, իրանք բոլորը մենք իսկապես շատ մտերիմ ենք եղել։ Ալվինան ինձ սովորացրել է ռուսերեն, սովորացրել է լիքը բաներ, այսինքն են ոնց ասեմ, իր հետ կապված հիշողությունները անչափ ջերմ են, որովհետև այն ինչը որ ինքն էր, ոչ մեկ չէր, այն բարությունը, որը որ կար իր մեջ, ոչ մեկի մեջ չկար ու վստահ եմ չեմ էլ կարող ինչ որ մեկի մեջ գտնել այդ ամեն ինչը։ Իր մահը տեղի ունեցավ շատ հանկարծակի, բժշկական սխալի արդյունքում ու չկարողացան փրկել իր կյանքը, որովհետև այդ ամեն ինչը կայծակնային արագությամբ տեղի ունեցավ։ Արյան վարակումից միանգամից ավարտվեց ամեն ինչ։ Բնականաբար կյանքը շարունակվում է ու մահացողի հետևից միակ բանը, որ կարող ես անել, ուղղակի իրան հիշել ու հիշել իրան միշտ ուրախ, լավ, ժպիտը դեմքին։ Ես մինչև այսօր էլ չեմ համակերպվում ու չեմ ընդունում եմ փաստը, որ ինքը էլ չկա, որովհետև իմ ներկայացումներին ինքը միշտ կար, միշտ պրեմիերաներին ինքը ներկա էր, միշտ իմ ցանկացած ամենափոքր հաջողությամբ ինքը առաջինն էր ուրախանում, զանգում, շնորհավորում, կիսվում իր Facebook-ում, իր Facebook-ի էջը մինչև այսօր փակված չի, թե մտնեք, մենակ իմ վիդեոներն են, մենակ, այսինքն կամ իմ կամ իր եղբոր հոպարիս տղայի երեխաների վիդեոներն են, մենակ այդ ամեն ինչն է, այսինքն չգիտեմ, չեմ կարող այդպես բացատրեմ, չեմ կարող նկարագրեմ ինչ է այդ ամեն ինչը։ Թող ոչ մեկ չզգա այդ երիտասարդ մահվան ցավը։ Խոսենք նաև դերասանի մասնագիտության բարդության մասին, նշեցիր, որ բավական բարդ հոգեվիճակում բեմ դուրս եկար, ինչ ստրես կամ այլ բարդ փուլեր ես հաղթահարել, ներսից կոտրվել, չգիտեմ, մտածել, որ գուցե չի ստացվի քեզ մոտ։ Եղել է նման շրջան։ Հա, առաջին կուրսի վերջում, երկրորդ կուրսի սկզբում ես առհասարակ մտածում էի թողնել, որովհետև այդ ժամանակահատվածում ես մի շատ բարդ վիրահատություն տարա, առաջին կուրսի վերջում, երբ բոլոր իմ ընկերները տեղափոխվեցին դեպի երկրորդ կուրս, ես տանը տենց այսպես հենա շարժողական համակարգի խնդիրներ ունեցող մարդու այդ սայլակով տանն էի։ Իհարկե վիրահատությունը իմ կամքով է տեղի ունեցել, բայց ամեն դեպքում այսպեսի մի իրավիճակ նկարագրեմ, պատկերացրու դու քո ոտքով գնում ես հիվանդանոց, իսկ հետո արթնանում ես առանց որևիցե զգայարանի, այսինքն անգամ ձեռքդ չես կարողանում շարժել, ոտքդ չես կարողանում շարժել, ու գիտես, որ դա տևելու է մոտավորապես մի 5-6 ամիս։ Իմ ընկերները ես ներկայացում էի այդ ժամանակ խաղում, համազգային թատրոնում Սանտա Կրուզ ներկայացումն ենք խաղում։ Ես ներկայացումից դուրս եկա, լիքը աշխատանքներից դուրս եկա, այսինքն ամեն ինչ փակեցի, որպեսզի կարողանամ այդ վիրահատությունը իրականացնել։ Հետո դրանից հետո արդեն դեպի նորից մասնագիտություն գալը շատ դժվար էր, որովհետև շատ երկար էր թվում։ Իրականում 6 ամիսը բավականին կարճ ժամանակահատված է, բայց մի ամբողջ կյանք դու հասկանում ես, հա, որ կես տարի դու ոչինչով չպիտի էլ զբաղվես, դու պիտի նստես ու մտածես, նկարես, կարդաս, չգիտեմ, ինչ որ բաներ անես, որ հետ չմնաս կյանքից, բայց չես կարող հիմա այս պահին բեմում չես կարող լինել, քո կուրս ընկերները, խաղ ընկերները այդ պահին խաղում են, քաղաքից դուրս
ինչ որ բաներ իրան գնացին Վրաստան, մեր կուրսեցիներով գնացին Վրաստան, իսկ ես էլի չկարողացա գնալ։ Այդ իմ համար լավ մեծ ստրես էր, որովհետև չէի կարողանում ոչ մի բան անել։ Իսկ ի՞նչն էր խնդիրը, ոտքի վնասվածք ունեի։ Երկու ոտքերի շատ լուրջ խնդիր էր, որը որ հետագայում, եթե այդ պահին չվիրահատեի, ավելի լուրջ խնդիր էր առաջացնելու, դրա համար ես մտածեցի, որ ամենաճիշտ ժամանակը առաջին կուրսի վերջն է, անել ու ավարտել։ Ու այդպես փակեցի այդ փուլը, կարևորը որ անցավ ու կարևորը որ դրանից մնացած բոլոր կոմպլեքսները եւ դրանից առաջ եղած կոմպլեքսները ես կարողացա հաղթահարել հենց այդ վիրահատության միջոցով, շնորհիվ ու արդյունքում ու փառք Աստծո, որ ամեն ինչ հաջողությամբ ավարտվեց։ Արի թեթևացնենք զրույցը, քեզ տամ բլից հարցեր կամերային թատրոնի մասին։ Ապա, սիրով։ Պատասխանում ես արագ եւ առանց շատ երկար մտածել։ Հիմնականում ես այդպես էլ անում եմ միշտ կյանքում, պատասխանում եմ արագ ու շատ առանց երկար մտածելու։ Կամերային թատրոն, տուն թե աշխատանք։ Տուն։ Դեր, որին նախանձում ես, կուզեիր դու խաղալ։ Կամերային թատրոնում։ Այո։ Ժորի ինչ տարբերություն է մտնում։ Դոնի կերպար շատ վաղուց երազել եմ այդ դերը խաղալ։ Կներես Ժոր։ Կներես Ժոր։ Ամենաբարդ ռեժիսորը։ Ամենաբարդ ռեժիսորը Արշալույս Հարությունյան։ Ամենամտերիմը կամերային թատրոնում։ Ոյ բոլորն են շատ մտերիմ, շատ։ Բայց երևի, քանի որ ինքը իմ հավերժ իմ համար ասոցացվելու է կամերային թատրոնի հետ, Անի Լուպե։ Ամենաաստղային պահվածքովը։ Ամենաաստղային պահվածքովը կամերային թատրոնում։ Դե մի քիչ առաջ ասացի, որ չեն թողում այնտեղ աստղեր լինեն, բայց չգիտեմ, շատ դժվար է։ Երևի Ռաֆոն Գերանասյան։ Ամենասկանդալային դեմքը։ Կամերային թատրոնում։ Վիկտորիան Սահակյան երևի։ Ամենահամարձակ հագնվողը։ Ամենահամարձակ հագնվողը։ Այո։ Էրմինեն Զախարովա։ Իսկ փորձերից ուշացողը։ Էվան Խաչատրյան երևի։ Ամենահոգատարը։ Ամենահոգատարը Սենոն Բարսեղյան։ Սենոն ինքը մեր մայրն է, մենք հաճախ Իսկ բեմ թե տեսախցիկ վերջին հարցը։ Այ շատ դժվար է։ Էս մամային ու պապային սիրելու նման բան է։ Չեմ կարող ընտրեմ երկուսն էլ։ Եթե տարբերակ ունեմ, երկուսն էլ չեմ կարող։ Պաշտում եմ ֆիլմը, խելագարվում եմ թատրոնի համար։ Չեմ կարող բացատրեմ։ Շնորհակալ եմ եւ ասա առաջիկայում ինչ նոր նախագծերում քեզ կտեսնի հանդիսատեսը, առաջիկայում ունենք պրեմիերա մայիսի 7-ին տեղի ունենալու Թունելից 13 կիլոմետր հեռավորության վրա ֆիլմի պրեմիերան, որը գեղարվեստական ֆիլմ է, այո, Ռուբեն Եսայանի գրքի հիման վրա նկարահանված ֆիլմը։ Իդեպ, եթե չեմ սխալվում, մեկնաբանություններում գրել էին, որ հենց քեզ են տեսնում այդ կերպարում, չէ՞։ Հա, այդ շատ էին ուղարկել ու Ռուբենը այդպես տարբեր քննարկումների արդյունքում եկավ այնպես դարձավ, որ ես խաղացի այդ դերը։ Հուսամ լավ ֆիլմ է ստացվել, չգիտեմ, սա երբ եթեր կգնա, բայց ամեն դեպքում հուսամ, որ ավելի շուտ հաստատ, դե ուրեմն մեզ լավ պրեմիերա եւ շատ ծափահարություններ։ Առաջիկայում ունենք նոր ներկայացումը փակագծերը չբացեմ, թե ինչի մասին է խոսքը, ու նաեւ նոր ներկայացումներ արդեն իսկ կան կամերային թատրոնում, նախագծեր կլինեն, նոր հաղորդումներ կլինեն, կարծում եմ, բայց ինչպես ասում են, ժամանակից շուտ չեմ ուզում ոչ մի բանի մասին խոսել, որ լինի։ Շատ շնորհակալ եմ, Ավետ, շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Շատ անկեղծ զրույցի համար, հաճելի զրույց ունեցանք։ Ես էլ շատ շնորհակալ եմ հրավերի եւ իհարկե ուշադիր լսելու ու զրույցին ճիշտ ձևով մասնակիցը դառնալու համար։ Վերջում խնդրում եմ մեկ անֆիլտր լուսանկար միասին։ Ես միշտ անֆիլտր եմ նկարում, ես ֆիլտրով լուսանկար չունեմ, եկեք։ Ուր ենք նայում, այստեղ։ Այո։ Իսկ ես սենց նստեմ։ Հա, ոնց կուզես։ Առանց ֆիլտրերի այսօր զրուցում էինք դերասան Ավետ Զոհրաբյանի հետ։ Շնորհակալություն եմ հայտնում Mova ֆոտոստուդիային նկարահանումներն այստեղ իրականացնելու համար։ Իսկ մենք կհանդիպենք արդեն հաջորդ անգամ։